Ինչու Քրիստոս պետք էր մեռներ խաչին վրա։ Այսօրվա սերդոության մեջ պիտի բացատրենք, թե ինչու Քրիստոս պետք է մեռներ խաչին վրա։ Խաչը միայն ցարավանքի, ցավի եւ դարաբանքի խորհրդանիշ չէ, այլ սիրո, փրկության եւ հաղթանակի ուղիղ տուր։ Այսօրվա հաղորդաշարի մեջ պիտի տանք աստվածաբանական խորը մեկնություն հիմնված Սուրբ Գիրքերու վրա, թե ինչու մարդու մեղքը բանջեց այսպիսի անկին քին եւ ինչպես Քրիստոսի զոհաբերությունը դարձավ ճշմարիտ ազատության ուղին։ Ողջույն ձեզ հանաբազորի հացի սիրելի ընտանիք, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Այսօրվա մեր հոգեվոր խորհրդածության կենտրոնը գտնենք քրիստոնեական ամենակարևոր հարցերեն մեկը, որ մեր հավատքի հիմքն է եւ մեր հոգիներու փրկության առանցքը։ Ինչու Հիսուս պետք էր մեռներ խաչին վրա։ Երբ կխորինք Տեր Հիսուսի խաչելության մասին, ամիջապես կծագի հարցը. արդյոք Աստված չէր կրնար փրկության ուրիշ միջոցը կործածել։ Ինչու անընտրեց ամենատաժան, ամենադանչալից խայտարակ եւ ամոթալի մահը, որն է խաչը։ Այս հարցումին խորքը հասկանալու համար պետք է անդրադառնանք Սուրբ Գրքին եւ պատմության։ 1. Խաչը մարդկային մեղքի հետևանք որպես։ Խաչը առաջին հերթին կբացահայտե մեր իրականությունը։ Սուրբ Գրքի մեջ կգարտանք. մեղքին վարձքը մահ է, գսոհերով մայեցիս 6:23-ը։ Մարդու մեղքը ստեղծեց խոր անդունդ Աստուծո եւ մարդու միջև։ Անդունդը, որում մեջ մարդը շարունակ կսուզվեր։ Այս անդունդը փակելու համար պետք էր անկին զոհը, զոհ, որ կարող է ըլլալ ազատելու մարդը այդ մեղքի հետևանքներեն։ Մեղքը սխալի բարձաբես սխալ արարք չէ։ Մեղքը Աստուծո դեմ ապստամբություն է, անհնազանդություն է, խախտում է հավիտենական օրենքը, որ կկառավարե դիեզերքը։ Եվ քանի որ այդ մեղքը ուղղված էր հավիտենական Աստծո դեմ, զայն վճարելու համար պետք էր հավիտենական արժեքով զոհ։ Երկրորդ, Տեր Հիսուսի զոհության անհրաժեշտությունը։ Աստվածաշունչը գսե. առանց արյան հեղման թողություն չկա։ Եբրայեցիս 9:22։ Ամբողջ 5 դագարանը կպատրաստեր մարդուն հոգին զոհության անհրաժեշտության գաղափարին։ Սակայն անասուններու զոհերը երբեք չէին կրնար լավացնել մարդու հոգին կամ լիարժեք գավություն ապահովել։ Անոնք ընդամենը կհիշեցնեին մեղքի լրջության եւ զոհության անխուսափելիությունը։ Այս պատճառով պետք էր զոհ, որ ունենար անվերջանալի արժեք սրբություն եւ կատարելիություն, որ կարող լար մեկ անգամ եւ ընդմիշտ կավել մարդու մեղքը։ Եվ այդ զոհը միայն Աստված ինքը կրնար տալ, մարդանալով, դառնալով մարդ, ապրելով մեր կյանքը, վերցնելով մեր մեղքերը եւ դառնալով զոհ։ Երրորդ, Աստուծո սիրո բացահայտումը խաչին վրա։ Տեր Հիսուսի խաչը միայն զոհություն չէ, այլ Աստուծո սիրո գագաթնակետն է։ Հովհաննես առաքյալը գսե. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվավ իր միածին որդին, Հովհաննես 3:16։ Խաչը Աստուծո անսահման սիրո հստակ արտահայտությունն է։ Անիկա կբացահայտե, որ Աստված պատրաստ է զոհել ամենաթանկագինը, որպեսի փրկե մարդը։ Այսօր երբ գնայինք խաչին, կտեսնենք ոչ թե միայն ցավ ու դարաբանք, այլ աստվածային սերը, որ պատրաստ է զոհաբերության, որպեսի մարդուն ազատե մեղքեն եւ մահեն։ Չորրորդ, խաչի զորությունը եւ աստեցությունը մեր կյանքի մեջ։ Խաչը ունի հատուկ զորություն, որ կփոխե մեր կյանքը։ Խաչի միջոցով մեր մեղքերը կներվին, մեր հոգիները կմաքրվին եւ մենք կդառնանք նոր մարդ։ Պողոս առաքյալը գսե. ես խաչված եմ Քրիստոսի հետ եւ այլևս ես չեմ որ գաբրիմ, այլ Քրիստոսն է որ գաբրի իմ մեջս։ Գաղատացիս 2:20։ Խաչը մեզի կուտա ուժ
մեղքի դեմ պայքարելու, նոր կյանք ապրելու եւ դառնալու Քրիստոսի կենդանի վեգաները։ 5. Խաչը հաղթանակի որպես խորհրդանիշ։ Խաչը, որ ժամանակին մահվան եւ ամոթի նշան էր, Քրիստոսի հարությամբ դարձավ հաղթանակի, կյանքի եւ հավիտենական փրկության խորհրդանիշ։ Եվ մենք հավատացյալներս, երբ գնայինք խաչին, կտեսնենք հաղթանակը չարիքի, մահվան եւ մեղքի վրա։ Խաչը մեզ կհիշեցնե, որ մեղքը չի կրնար վերջնականապես հաղթանակել, որովհետև Քրիստոս արդեն հաղթած է զայն։ Սիրելի հետևորդներ, հանապազօրյա հացի սիրելի ընտանիք, սիրելի ունգընտիրներ, իմ առաքելությունն է ձեզ փոխանցել ավետարանի ճշմարտությունը, ինչպես Պետրոս առաքյալը գսե, չեմ ցանցրանար ձեզ հիշեցնել այս բաները, թեև արդեն գիտեք զանոնք։ Խաչը պետք էր, որբեսի բացահայտվեր Աստծո սերը, որբեսի փրկվեինք եւ ստանայինք հավիտենական կյանքը։ Ժամանակն է, որ հասկանանք, մեր փրկությունը Քրիստոսի զոհությամբ է դրված եւ ոչ թե մեր արժեքներով։ Ուրեմն զգուշ եղեք, չմոռնաք խաչի զոհը եւ ապրեցեք ձեր կյանքը Քրիստոսի սերը ձեր սրտերու մեջ բահելով։ Ես կշարունակեմ ձեզ կարոզել ճշմարտությունը, վստահորեն ասելով, ես ամբարդ եմ ձեր արյունեն, քանի որ երբեք չլրեցի։